նորմալ պայմաններում այսպիսի բան պիտի չլիներ, որովհետև հիմա արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով Ռաֆի Հովհաննիսյանը պիտի հռչակված լիներ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Եվ իդեպ երեք նա իր աշխատասենյակում ընդունել էր Սերժ Սարգսյանի և ոչ թե հակառակը։ Ես մի բան արձանագրեմ։ Ուրեմն, կներեք ես բառի համար, բայց Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օլոմբա քաղաքական իրավիճակ։ Երեքնա պետք է գտնվեր այս հրապարակում և հասկացներ իր հանրահավաքը։ Սակայն, քանի որ նա խփողի դերում է, վախեցավ գալ այս հրապարակ, որովհետև վախեցավ, որ խփողին կարող է խփել։ Բայց պետք է ասեմ, որ մենք չենք խփում, մենք սիրում ենք մարդկանց։ Ինչ էլ ասեն միջազգային կառույցներն ու դիտորդները, այդ ընտրություններին դուք եք մասնակցել, դուք գիտեք, թե ինչ է կատարվել։ Ժողովրդի կամքը չի կարող երբևէ ոտնահարվել, ով չի տեսնում, չի գիտակցում տեղի ունեցածը, նա չի ճանաչում, արհամարում է իր սեփական ժողովրդին։ Այնպես որ խնդրում եմ, դուք Երթը ո՞նց է լինում, եթե սա երթ չի։ Սա երթ չի, սա բարև է։ Ամբողջ ազատության հրապարակի հավաքված հանրավակի մասնակիցները դուրս են եկել երթը։ Ըստ հանրավակի ագրեսիվ մի խոսեք։ Ագրեսիվ չի, պարոն Հովհաննիսյան։ Ըստ հանրավակի մասնակից ղեկավարների դիմում ներկայացրած քաղաքապետարան։ Սա երթ չի։ Սա մեր մայրաքաղաքով, մեր մայթերով, մեզ պատկանող երկրով բարևի հնարավորություն է, ինչպես ասացի, սա մեր բարևն է, որի մեջ արև գա, որտեղ ուժ գա, սեր գա, հավատ գա և նաև իրավունք։